Հիբրիդային արտակումները անդադ լսում եք, շատ հաճախ բանկարանը հիբրիդային ադերում, բայց ես ես հիմա ուրեմն շատ մեծ կոնկրետ օրինակ բերել հիբրիդայինի, ու հիբրիդայինը դա հենց ենթադրում է, որ մի քանի տարբեր տարրեր ունի, իրար հետ հաճախ կարող կապ չունեցող։ Հիմա կոնկրետ օրինակ բերեմ ռեալ դեպք, որը հիմա շարունակվում է ու կարող է նաև ավելի լուրջ հետևանքներ ունենա։ Դեպքը հետևյալն է։ Ուրեմն տարվա սկիզբ հունվարին ստեղծվում է առնվազն Telegram-ում հայտնում է մի հայկական հակերային թիմ Armenian Code, հայկական կոդ անունով, շատ հայրենասիրական, ընդդիմադիր հայացքներով, ինչը շատ հաճախ է լինում հակերային թիմերի դեպքում, եւ այս թիմը սկսում է հարձակումներ թուրքական եւ հայկական ադրբեջանական թիրախների դեմ, հակերային հարձակումներ։ Դրանից հետո 6-րդ տարբերությամբ բացվում է թուրքական մի հակերային թիմ, Թուրանի գայլերը, Wolves of Turan, որը տարբեր հայերի դեմ աշխատում, Իսրայելի, հրեաների դեմ, տիպիկ թուրքական ազգայնական թիմ։ Այս թիմերը այսպես զուգահեռ աշխատում են, մեկ-մեկ թուրքերը հայերին են խփում նաև, այդ տենց ձեռը հետ մեկ-մեկ, բայց այս հայկական թիմը գնալով ավելի շատ է հարձակումներ իրականացնում թուրքական թիմերի դեմ, եւ թուրքական թիմը մեկ էլ գնում է այս հայ շները բանալը սրանց մի նայեք, այս ամենը ցույց կտանք եւ սկսում են բավականին լուրջ հարձակումներ, հատկապես ապրիլի սկզբից հայկական թիրախների դեմ, իրանք սկսում են ընտրել ոնց որ կլաստերներ, խմբեր, օրինակ ապահովագրական ընկերություններ, դժ, այսօր դրանց է խմբում, լրատվամիջոցներ, ինչ որ պետական կառույցներ, բանկեր եւ այլն։ Ամենատենց լուրջ հաջող բանը այն լինում այն, որ խփում են Երևանի քաղաքային տրանսպորտի վճարմանը թելցելի համակարգին ու մի քանի ժամ օրինակ մարդիկ չեն կարողանում լրացնել, չեն կոտրում, հարձակումները այդպես կոչված DDoS հարձակումներ են, երբ որ աղբային տրաֆիկ է լցվում եւ ուղղակի չի աշխատում սերվիսը։ Երկու թիմն էլ նույն ձև են աշխատում, բայց երբ որ սկսում ես նայել այս թիմերը ինչ են, ոնց են, ասինքն արդեն տարօրինակավոր նույն օրն են համարոտ է ստեղծվել, հետո տեսնում ես, որ մեկ օր տարբերությամբ երկուսը գրանցվել են մի հատ ռուսաստանյան սերվիս կա Tigistat, Telegram ալիքների ոնց որ վիճակագրության համար է, տարօրինակ ձևով մեկ օր տարբերությամբ են ստեղծվել։ Եվ հետո եթե լավ ուսումնասիրում ես, մեկ էլ հայտնաբերում ես, այնտեղ հակերային թիմերը ունեն ոնց որ ապացուցողական բազա։ Այսինքն հիմա ես կարող եմ ելնեմ, ասեմ Պենտագոնն եմ կոտրել, то есть ես սպիտակ տանկայքն եմ բարգացրել, բայց վերցնեմ ոնց որ երրորդ կողմի կայք, որը օրինակ ստուգում է կայքի ուրիշ կայքերի հասանելիությունը։ Հղումը տալիս ես, ինքը նայում է այդ կայքը այդ բանին աշխատում է, թե չէ։ Եվ իրանք որպես ապացույց տենց տարբեր տիպի կայքեր են օգտագործում։ Տարօրինակ ձևով այս երկու թիմերը նույն կայքն են օգտագործում։ Ու մի օր շատ են շտապում այն մարդիկ, որոնք ադմիններն են ու նույն հղումներն են դնում, այսինքն copy-paste անում թուրքական թիմը ու հայկական իբր թիմերը։ Այս մի թիմը իբր հայերին ախվում են, մեկը թուրքերին, բայց ադմինը նույնն է։ Այն Ctrl-C, Ctrl-V անելուց սխալվում է ու նույն հղումները հայտնվում են երկու տարբեր իրար թշնամի ալիքներում։ Այսինքն այս ամեն ինչը խոսում է մասին, որ մենք գործ ունենք նույն թիմի հետ, որը ներկայանում է երկու տարբեր դիմակների ոնց որ կեղծ դրոշի տակ է հանդիսանում, ներկայանում է հայկական եւ թուրքական, իսկ լեզվական անալիզը օրինակ գիտեք, երբ որ թարգմանում ես արհեստական բանականությունը, մեկ-մեկ ոնց որ պարացեչկա է տալիս իրականքու գրածից։ Օրինակ այս հայկական թիմի գրածների մեջ հայակֆեն, այակֆե ռուսերենով հայտնվել է ու մի հատ անգլերենով սխալ է թարգմանել, չի հասկացել արհեստական բանականությունը։ Եվ լեզվա մտածողության անալիզը, որը կարելի է ձեռքով անել, բայց հետո 3 տարբեր արհեստական բանականությունների եմ տվել, բոլորը համոզված են,
որ սկզբնաղբյուրը, այսինքն դերողը սկզբնական տեքստերի ռուսերեն է։ Եվ տեսեք, մենք գործ ունենք շատ հետաքրքիր հաճախ չհանդիպող դեպքի, երբ որ ստեղծվում է երրորդ կողմի մի խումբ, ստեղ իմիտացնում է երկու տարբեր թիմեր, հակերային, ես այդ ասեմ մի օրինակ, ես նույնիսկ կասկածեմ կարող այդ նույն թիմն է, ես վերջերս բացահայտվեց, շուտվա պատմությունը ես էլ էի օրինակ այս թեմաների մեջ մտած վաղտին, կար Anonymous Bulgaria, որոնք կոտրել էին ադրբեջանական այս ավիաընկերությունը, որ զենքեր մատակարարում են ժամանակ, հայտնաբերել էին փաստաթղթերը, արտահոսք էին արել որպես բուլղարական հակերներ։ Այդտենց մի կես տարի առաջ ուրիշ արտահոսքից պարզ դարձավ, որ սա Ռուսաստանի ԳՌՈ-ի թիմն է, որը ուղղակի օգտագործում էր բուլղարական անունը, որպեսզի լեգիտիմացնի այդ փաստաթղթերը։ Այնպես որ տեսեք, մենք ունենք գործ, երբ որ ինչ որ մի ռուսալեզու հակերային թիմ ստեղծել է երկու կեղծ հայկական ու թուրքական թիմեր, եւ կարծում եմ այս թուրքական թիմը ուղղակի պատրաստվում է ավելի լուրջ կեղծ թուրքական թիմը հարձակումները միգուցե հենց ընտրությունների ժամանակ տեսնենք ոնց կգնա, բայց իմ համար շատ հետաքրքիր кейս էր։